Հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերությունում համոզված են, շողակաթ հեռուստաընկերությունը փակելու նախաձեռնությունը սահմանափակում է պետության պարտավորությունները քաղաքացիների հանդեպ։ Օրենսդրական ճանապարհով փաստացի սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մշակութային եւ կրթական իրավունքները։ Կրթամշակութային բովանդակությամբ հանրային հեռարձակում ունենալու անհրաժեշտությունը գիտակցված մշակված խնդիր է քաղաքակիրթ ժողովրդավար աշխարհում։ Հանրային հեռարձակողի ինստիտուտի հայեցակարգի հիմքում մշակութային արժեքի իմաստալի տեղեկատվության փոխանցումն է։ Շողակաթը հանրային եթերում օրական 14 ժամ հաղորդում է ապահովում կրթական, մշակութային եւ մանկական ծրագրերով։ Երգչուհի Լիլիթ Բլեյանն անհանգստացած է ազգային ժողովի որոշումից։ Ասում է, ՔՊ-ն որոշել է հանրային միջոցներն ուղղել առաջնորդի Նիկոլ Փաշինյանի փառաբանմանը, ոչ թե մշակութային ծրագրերին։ Սա հերթական քայլն է եկեղեցուն եւ ազգային արժեքներին հեռացնելու ուղղությամբ։ Բոլորս հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Դուք ուզում եք եկեղեցուն հերթական հարվածը հասցնել եւ գտել եք այնպիսի մի օղակ, շողակաթ հեռուստաընկերությունը, որը ամբողջությամբ, որի հեռարձակումը գոնե կախված է պետական հանձնաժողովի որոշումից։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էլ նախաձեռնությունը համարում են ոչ թե ֆինանսական, այլ արժեքային հարված, հիշեցնելով, որ շողակաթը տարիներ շարունակ եղել է հանրային կրթամշակութային դաշտի անբաժան մասնիկը։ Բնականաբար սա հակաեկեցական այս արշավի շրջանակներում եւ այդ տրամաբանության մեջ է։ Շողակաթը ոչ միայն հոգևոր բարոյական առաքելություն ունի, ինքը մշակութային իր առաքելությամբ նաև շատ կարևոր է եւ սերունդների դաստիարակության առումով եւ նաեւ հասարակության սիրո, համերաշխության մտոլորտի հաստատումով։ Շողակաթ հեռուստաընկերության հիմնադիրը Մայրաթորն է։ Հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերության տնօրենն անհանգստացած է, ինչպես են շարունակելու ալիքի գործունեությունն առանց այդ գործակցության։ Մենք վստահաբար առանց այդ համագործակցության միայն պետության տրամադրած ֆինանսական խիստ ճուշկալ միջոցներով գործունեություն շարունակել չենք կարող։ Կարծում եմ խոհեմությունը եւ հանրային շահի սպասարկման բարձր գիտակցությունը վճռորոշ կլինեն հետագա գործողություններում։ Եթե նախագիծն ընդունվի, հանրային եթերը կզրկվի մի ալիքից, որը տարիներ շարունակ ձևավորել է հոգևոր եւ կրթական մտածողություն։ Դեռ հոկտեմբերի 2-ին կառավարությունը հավանություն էր տվել տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, ըստ որի կրճատվելու է հանրային հեռարձակողների թիվը։ Նախագծի հեղինակներն էին պատգամավորներ Սիսակ Գաբրելյանն ու Թագուհի Ղազարյանը։ Գործող օրենքով հանրային հեռարձակողները 3-ն են՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հայաստանի հանրային ռադիոընկերությունը եւ հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերությունը։ Շողակաթի հաղորդումները 2011 թվականից են հեռարձակվում հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերության եթերացանկում։ Շողակաթ ծրագրի գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին քաղաքացիական պայմանագրի պատգամավորները սկսեցին խոսել դեռ 2024 թվականից Փաշինյանի հրաժարականի պահանջով Բագրատ arczepiskopos Գալստանյանի պայքարի մեկնարկից սկսած։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։